Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր կսովորենք Ծ բաղաձայն հնչյունը եւ նրա տառերը։ Խաղում ենք այո ոչ խաղը։ Սա սեխ է։ Ոչ, սա սեխ չէ, սա ծմերուկ է։ Ծմերուկը համեղ պտուղ է։ Այո, ծմերուկը շատ քաղցր ու համեղ է, հյութալի է եւ առողջարար։ Սա նապաստակ է։ Ոչ, սա ձուկ է։ Ձուկը ապրում է ցամաքում։ Ոչ, ձուկը ապրում է ջրում եւ չի կարող առանց ջրի գոյություն ունենալ։ Սրանք ձեռնոցներ են։ Այո, ձեռնոցներ են։ Սա ձագար է։ Ձագարն օգտագործում են հեղուկները շշի մեջ դատարկելու համար։ Սա ձեռնափայտ է։ Ձեռնափայտը օգտագործում են քայլելու դժվարություններ ունեցող մարդիկ, հատկապես տարեցները։ Սա վագր է։ Ոչ, սա ձի է։ Ձին ընտանի կենդանի է։ Այո, ձին ընտանի կենդանի է։ Ձին նաև շատ խելացի է եւ հավատարիմ է մարդուն։ Սա ձու է։ Այո, սա ձու է։ Ձուն նույնպես շատ օգտակար է եւ ցանկալի է, որ շաբաթական կողնի առնվազն 2 անգամ երեխաները սնվեն ձվով։ Նորից կրկնում ենք բառերը՝ ձմերուկ, ձուկ, ձեռնոց, ձագար, ձեռնափայտ, ձի, ձու։ Այնուհետև ասում ենք տարի ցուցադրությանը։ Մեծատար տպակիր Ց, փոքրատար տպակիր Ց, մեծատար ձեռակիր Ց, փոքրատար ձեռակիր Ց։ Հարցնում ենք ոչ տարին է նման Ց-ն երեխաներ։ Երեխաները նայում են եւ պատասխանում։ Ց-ն նման է Զ-ին։ Ներքևի մասնիկը եթե փոխենք եւ երկուսի պոչիկի նման անենք, կդառնա մեծատար Ց-ն, տողի վրա կանգնած։ Փոքրատար Ց-ն նման է Չ-ի գլխիկին, պոչիկից, տողից J-ի մասնիկն ենք գրում եւ դառնում է փոքրատար ձեռագիր Ց-ն։ Տեսնենք ինչ տեսքով է նկարված Ց-ն։ Ց-ն նկարված է ծնծաղկի տեսքով, ձկնիկների տեսքով, ծմերուկի տեսքով, ձեռագործի տեսքով, ձկնորսի տեսքով, ձյան փաթիլի տեսքով։ Դեղի վերջում ավելացնենք Ց, կդառնա դեղց պտուղ է։ Ձեռք բառը սկսվում է Ց-ով։ Ձին նույնպես սկսվում է Ց-ով։ Երեխաները նաև վերհիշում են ձմեռային խաղերը եւ ասում, որ ձմռանը ձյուն է գալիս, երեխաները պատրաստում են ձնեմարդ, խաղում են ձնագնդի, ձկնորսները նստած ձուկ են որսում։ Այժմ անդրադառնանք դասագրքի առաջադրանքներին։ Մեծատար տպակիր Ց, փոքրատար տպակիր Ց։ Ձմեռային խաղեր։ Ձմեռ է։ Խոշոր փաթիլներով ձյուն է գալիս։ Երեխաները եկել են սահադաշտ խաղալու։ Տղաները ձնագնդի են խաղում։ Վարդուհին եւ ծոնիկը ձնեմարդ են պատրաստում։ Ձնեմարդու քիթը փայտից է, աչքերը կոճակներից, իսկ հոնքերն ու բեղերը եղևնու ճյուղերից։ Սարից ներքև սահում են տղաները սահնակով եւ դահուկներով։ Ձկնորս պապիկը ձկնորսական կաշտը ձեռքին ձուկ է որսում։ Դուրս ենք բերում Ծ պարունակող բառերը՝ ձմեռ, ձյուն, ձկնորս, ձուկ, ձնեմարդ, ձնագնդի։ Ծ նկարված է ձկան տեսքով, ձուկ։ Ձի կն ավելացնում ենք, դառնում է ձիկ։ Ձին ընտանի կենդանի է, ձիկ նշանակում է ամուր։ Ձու հավկիթ բառն է, որը նույնպես քրական է։ Կն ավելացնենք, կդառնա ձուկ, ջրային կենդանի։ Ձագ, ձագը կենդանու երեխան է։ Գ-ի փոխարեն գրենք Խ, կդառնա ձախ, աչի հակառակն է։ Ձոր, երկու բարձրությունների միջև խորանդունդը ձոր է։ Ր-ի փոխարեն գրենք Ղ, կդառնա ձող, մետաղական երկար փայտի նման ձող։ Ձեթ, բուսական յուղ է։ Ձեռք, մարդու մարմնի մաս է։ Օձ, սողուն է։ Լինում են թունավոր օձեր եւ անվնաս օձեր։ Խնձոր, համեղ պտուղ է։ Նայում ենք նկարին
եւ ասում երեխաներ, ինչ ենք տեսնում նկարում։ Երեխաները ինչ որ տեսնում են, ասում են, պատմում են եւ ասում են, որ արևը սկսել է ջերմացնել, ձյունը հալվում է, կաթում է, տեսեք ծառերի ճյուղերից կաթում է ներքև, հողի վրա աստիճանաբար հալված տեղերում դուրս են եկել քնքուշ ծաղիկները։ Իրենք տեսքով շատ քնքուշ են, բայց շատ ուժեղ են, կարողանում են հողը ճեղքել եւ դուրս գալ։ Կարդում ենք ծնծաղիկ բանաստեղծությունը։ Ձյուն է, քամի, ձյունափուկ, ցուրտն է դրսում շատ մրսում, ծնծաղիկը բարուրում, երազում է տաք գարուն։ Ձյուն է, քամի, ձյունափուկ։ Ձյունափուկը ձյունախառը քամին է, երբ քամու հետ միաժամանակ ձյուն է գալիս եւ կարծես խեղդում է մարդկանց։ Ցուրտն է դրսում շատ մրսում, այնքան ցուրտ է, որ նույնիսկ ցուրտն է մրսում։ Ծնծաղիկը բարուրում, ծնծաղիկը մեր գարնան ավետաբեր ծաղիկն է, հուշում է, որ գարունը մոտենում է, գալիս է։ Բարուրը փոքրիկ երեխաների խանձարուրն է։ Ինչ բարուրի մասին է խոսքը։ Խոսքը ձյան, ծածկոցի մասին է, հողի տակ, ծնծաղիկը տաքուկ քնած է։ Երազում է տաք գարուն, սպասում է, որ տաք գարունը գա։ Հանելուկն ենք կարդում։ Ձյունը հալվի, դուրս կգա, անուշաբույր կժպտա։ Անմիջապես գուշակում ենք, որ խոսքը ծնծաղկի մասին է։ Նայում ենք նկարին, գայլն ու ձին։ Ասում ենք, որ ձին ընտանի կենդանի է, գայլը վայրի կիշատիչ կենդանի է եւ սնվում է խոտակեր կենդանիներով։ Առաջարկում ենք երեխաներին հորինել պատմություն։ Եթե երեխաները նախապես տանը չեն կարդացել նոր դասը, նրանք կարող են տարբեր հետաքրքիր պատմություններ հորինել։ Բոլորի հորինածը լսում ենք եւ կարդում ենք մեր դասը։ Գայլն ուզում է ձիուն ուտել։ Ձին ասում է. «Այ գայլ, ես շատ ծեր եմ, ինձ մի կեր»։ Երեխաներին բացատրում ենք, որ ծեր ձիու միսը կարող է լինել թթվաշ, կարող է լինել չոր, կարող է լինել ոչ համեղ, եւ ձին գայլին այդ կերպ համոզում է, որ իրեն չուտի։ Ես ինչպես իմանամ, որ դու ծեր ես, փորձում է խորամանկել գայլը։ Իմ տարիքն իմ ոտքի տակ գրված է։ Ձին փորձում է համոզել եւ խաբել գայլին։ Գայլը մոտենում է, որ կարդա։ Ձին այնպես է քացի տալիս, որ գայլի աչքերը պեցին են տալիս։ Երեխաներ, երբևէ դուք ընկել եք ներքև կամ գլուխը ինչ որտեղ խփել եք, հավանաբար շատերը անկած կլինեն։ Ինչ զգացողություն եք ունեցել։ Երեխաներն ասում են, գլուխը պտտվել է, աչքերի դեմ սևացել է եւ կարծես աստղիկներ, կայծեր են դուրս թռել։ Շատ ուժեղ հարվածից նման զգացողություն ունենում են եւ ձին, երբ իր հետևի ոտքերով ուժեղ խփում է գայլին, քացի է տալիս։ Գայլի աչքերը պեցին են տալիս եւ ձին փրկվում է։ Այժմ կարդանք առածը։ Գիտուն աղվեսը երկու ոտքով էր ընկնում թակարդը։ Գայլը իրեն խորամանկ էր կարծում, բայց նա երկու ոտքով թակարդն ընկավ եւ պատժվեց։ Այժմ աճ եւ ծախ խաղն են խաղում։ Ձն տեղադրում ենք աճից կամ ծախից, ստանում ենք նոր բառեր։ Աղ, ձն տեղադրենք ծախից, կդառնա ծախ։ Սան, սանձ, սանձը ձյուն սանձելու, կառավարելու համար է։ Ձյու բերանից ամրացնում են սանձը եւ բերում են մինչեւ գավակը ձյու եւ հետյալը նստում է ձյու վրա եւ սանձով կառավարում է ձյուն։ Վար, աճից տեղադրենք, դառնա վարց։ Դար, դարը 100 տարին է։ Դարձ։ Բար, բարը բերքն է, բարիկը։ Աճից տեղադրենք, դառնա բարձ։ Ավար, ավարը թալանն է, քողոնը։ Բառասկզբում տեղադրենք, կդառնա ծավար։ Դեղ, բառավերջում տեղադրենք, կդառնա դեղց, համեղ պտուղ է։ Այսօրվա խաչ բառը լրիվ գրված է բառերով, երեխաները արդեն կարող են կարդալ։ Կարդում ենք առաջինը։ Բոլոր բառերի սկզբում ծ է, նշանակում է բառերը սկսվում են ծ բաղաձայնով։ Կենդանի, որը ցամաքում չի կարող ապրել։ Երեխաները անմիջապես հիշում են ծկանը, ձուկ։ Ընտանի արագավազ կենդանի, ծի։ Հավկիթ, ձու։ Չորրորդին ենք նայում, մարդու մարմնի մաս։ Այս բոլոր բառերը մենք բառաշարերի ժամանակ բացատրել ենք, հեշտ կլինի, ձեռք։ Հինգերորդը,
Կենտանու երեխան, ձագի մասին է խոսքը, ձագ։ 6-րդը բուսական յուղ, ձեթն է, և 7-րդը ձմռանը գալիս է, գարնանը գնում, խոսքը ձյան մասին է, ձյուն։ Փոքրատար ձեռագիր Ց-ի մասնիկները, փոքրատար ձեռագիր Ց, մեծատար ձեռագիր Ց-ի մասնիկները, մեծատար ձեռագիր Ց, ձի, օձ, ձեռք։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։